Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պատվարժան ստեղծությամբ ներկայիս նիստի դրությամբ վկայի կողմից նշվել է, ինչպես ես հասկացա, այնուամենայնիվ կարգավորման տվյալը ստացել վերջինս մարտական ծառայության գտնվելուց ելնելով չի ներկայացել, բայց եթե ես չեմ սխալվում, նախորդի ծանոթացման դեպքում վկան ակտներ էր, որ ինքը չի ցանկանում ներկայանալ, կապ չունի, հետևաբար ես կարծում եմ, որ վերջինիս նորից պետք է որոշում կայացվել, վերջինս հարկադրաբար դատարան ներկայացնելու վերաբերյալ եւ նման միջնորդությամբ հանդես եմ գալիս։ Իսկ որ գրություն ուղարկին ոստիկանության բաժնին նախորդ որոշման պահանջները կատարել դեմ չեմ, ըստ դատարանի հայացողության, անամենայնիվ իմ բարձրացած միջնորդությունը կանոնական դրանին, որ վերջինիս հարկադրաբար ապահովում դատական նիստը։ Մնացած մեկնաբանությունը բացական իմաստով կարող է շարունակել։ Այո, կարող է շարունակել։ Լավ, կողմերը ինչ կարծիք են, համակարգիչ կարող է։ Լավ, դատարանը կողմի կարծիքը որոշել, ուրեմն վկա Գևորգ Նավոյանը չի ներկայանալ, նույնպես այս անգամ չնայած մենք ունենք պատասխանատեր եկան։ Լավ, բայց ամենայնիվս հաշվի առնելով նրա ցուցաբերած վարկանիշը նախորդ դատական նիստի ընթացքում դատարանը գտնել պետք է գրություն ուղարկել ոստիկանության համապատասխանության վայրի բաժնին հաջորդ դատական նիստին նրան հարկադրաբար ներկայացնել դատական նիստը։ Դատական նիստը շարունակվում է վկաներից խնդրեն ուրեմն Գևորգ Նիկոլոսյանը մոտիկանա, Արսեն Սարոյանը սպասի մինչև գրավի հետ նիստերի դարձը։ Անուն ազգանում Նիկոլոսյան Գևորգ Խորեն։ Արգելի վկա, դուք բանուկի մասնակիցներին ճանաչում երբանից ինչ հարաբերություններ ունեն, մանրամասն ներկայացնում դատարան, դա վերաբերում է տեղադրյալներին, պաշտպաններին, հանրային մեղադրողին, դուրժողի ներկայացում։ Բոլորից սովորական Ճանաչում եք, ում եք ճանաչում, որտեղից։ ճանաչում մեր բոլորին ճանաչում։ Բոլորի խնդրում նշեք Աղեկյան Գորին, Սարգսյան Մարլենին, Տիգրանին և ոզիներին։ Որտեղից եք ճանաչում։ Ծորամասից։ Դուք ծորամասում ծառայել եք, ծառայում եք։ Կշեցավարության պայստապետ։ Ինչքան ժամանակ ծառայում եք։ Մինչև նկատի ունեք դեպքը, մինչև դեպքը 2 տարի։ Դեպքից հետո զորացել եք։ Չէ, դեպքից հետո էլի մոտ տարուկես մնացին եմ այնտեղ։ Ծառայել։ Լավ, այսինքն հիմա ձեր ոնց հասկանամ, ձեր այդ հարաբերությունների ծառայության ընթացքում է ձևավորվել, այլ բարեկամական կապեր, այլ կապեր ունես։ Չէ, ծառայության ընթացքում։ Լավ, իսկ այն մյուս կողմերին չեք ճանաչում։ Չէ։ Լավ։ Ուրեմն ձեզ ուղարկվել է ուշադրել ձեր իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, բայց մենք անգամ ես պարզաբանում եմ ձեր իրավունքների և պարտականությունները նախատեսված Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության 50% տոկոսով համաձայնագրական իմանալու է, որ վարույթով իրավունքում ինչը ձեզ ծանոթացնելու հայտնվել է։ Վարույթ իրականացնող մարմինի ներկայանալու փաստաբանի հետ հրաժարվելուց տալուց կամ մի կերպ տրամադրելուց հետո ոչնչի ենթադրել է, որ դրանք հետագայում կարող են օգտագործելի կամ իրավունքով կամ նիզավոր ազգականի դեմ ձեր կողմից պարտականությունները չկատարելու համար մասնավորապես 58 տալուց ապօրինի հրաժարվելու կամ 58 տալու համար Հայաստանի Հանրապետության քրեական լեզվի 504 հոդվածներով նախատեսված է քրեական պատասխանատվություն։ Միաժամանակ պարզաբանում եմ, որ քրեական դատավարության լեզվի 322-ի երկրորդ մասով նախ սահմանված է կար, մինչև արձակություն սկսվելը պարտավոր է կատարել հետևյալ բովանդակությամբ բանալով հայտարարություն։ Ես նշում եք ձեր անուն ազգանունը, ցույց տալիս ասել եք ճշմարտությունը, ողջ ճշմարտությունը, եւ չեմ ասել ոչ ճշմարտությունը։ Հիմա խնդրեմ կատարել իմ կողմից նշված բանավոր հայտարարություն։ Ես Գևորգ Նիկոլոսյանս ասել եմ մենակ ճշմարտություն, տալուց, ասել եմ ճշմարտություն, ոչ ճշմարտությունը և չեմ ոչինչ բացի ճշմարտությունից ասել։ Բա ինչ որ ձեզ պարզաբանեցիք ձեզ ձեր իրավունքների պարտականությունը մասով նախազգուշացվեցիք իրենց բանավոր հայտարարությունը կատարել, պարզը ձեզ հասկանալ։ Այո։ Մոդիկացիա նիստերի կարգավորումը դատարանի նիստի արձանագրությունը ստորագրել։
Ագելի առաջարկում ցույց տա, ամենայն մանրամասնությամբ խնդրում եմ Գիշերվա 8 ժամին զանգեցին 10-ը։ Դե օր ամսի ամսաթ ինչ կնարորը մանրամասն։ Չեմ հիշում, բայց ենթադրելով ամսի 15-ն է եղել։ Ժամ 23։ 19-ը որ ամսի։ Հունվարի։ Հետո շարունակ։ 8 ժամին զանգ ստացա, որ հարտեա։ Ու գնացի Զորամաս, որտեղ այս պահին տեղակայված էր մեր թիկունքի մասը։ Այս պահին թիկունքը մեր կազմված էր մի ուրիշ տեղ, Զորամասում չէր, Զորամասը ցրված էր տարբեր տեղեր, թիկունքը գտնվում էր Գյուղից Վարդենիսից մի քիչ ծայրամաս, գնացի այնտեղ այս ժամին 12-ից ժամ։ Պետք է։ Հետո ինչ կատարվեց։ Հետո ցուցմուկ ստացանք, որ կրակմարիչները, որոնք դեռ հլա չէին բաժանվել, մինչև այդ գոնե մնացած կացարաններին բաժանվեր, որ գոնե 1 ժամ առաջ ընդեղ նորմալ բան չկրկնվեր։ Սարգսյան Մարմենի հետ մենք անձնական մեքենայով կրակմարիչները լսրեցինք ու մոտապես մի 4 կացարան բաժանեցինք։ Այսքան։